Թուրքիայի հետ ակտիվորեն փորձում եք հարաբերությունների նորմալացման օրակարգ իրագործել եւ ինչ արձագանք կա Թուրքիայի կառավարությունից, որը շատ կարեւոր դերակատար է տարածաշրջանում։ Վերջին տարիներին մենք կարողացել ենք բավական ակտիվ երկխոսություն ձևավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Մի շարք հանդիպումներ ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Այդ հանդիպումները եղել են կառուցողական, տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք, բայց երբ 3 տարի առաջ Հայաստանը ուզում էր իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան որոշ հարցերի վերաբերյալ, մենք պետք է այդ մասին հարցնեինք երրորդ մի երկրի եւ հարցնեինք Թուրքիային եւ պատասխանը հետ բերեինք, բայց այժմ մենք ունենք անմիջական ամենօրյա կոնտակտ մեր հարևանների հետ եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը համոզված եմ, ի վերջո այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման եւ տնտեսական կապերի ձևավորման եւ այլն եւ այլն։ Իմ տպավորությունը եւ իմ կարծիքը հետեւյալն է, որ դա ժամանակի հարց է։ Իհարկե, այս ամենը կապված է ընդհանուր տարածաշրջանային օրակարգի հետ, բայց ինչպես ասացի, մենք հավատարիմ ենք մնայուն խաղաղություն մեր տարածաշրջանում հաստատելու գաղափարին եւ մենք վճռական ենք մեզնից կախված ամեն ինչ անելու։ Իհարկե, մյուս կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի պատրաստակամությունը, ցանկությունը եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության կան որոշ նրբություններ եւ մենք պետք է ապահովենք արդյունք եւ այդ նրբություններին անդրադառնանք եւ ես համոզված եմ կարողանանք տանել։